Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոններ թափանցման փորձն աննախադեպ է։ Փաստորեն ՄԱԿ-ի անդամ մի երկիրը հարձակվում է մեկ այլ երկրի վրա եւ աշխարհը պետք է արձագանքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի զինվորական իշխանությունը եւ Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել էին, որ եթե նորից նման ոտնձգություն լինի, ապա այդ դեպքում պատիժը անխուսափելի է լինելու։ Մեր ողերիմ հարևանները փաստորեն լկտիացել են եւ լկտիությունը պիտի պատասխան ստանա։ Վերջ վստահ եմ, որ այս անգամ մենք ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն, տակտիկա ու ստրատեգիա կընդունենք, ես համոզված եմ, որ մենք նաեւ կանցնենք հակահարձակման։ Որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Խոսք դուք վստահ եղեք, երբ այդ Արնախում ոսոխը լիարժեք հակահարված է ստանում, լավ էլ խելոքանում է։